Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Նիստը հայտարարում է փակված ստեսություն։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ին կայացված պաշտոնական որոշման մեջ հրապարակված ընտրական ամփոփ տվյալների թվաբանական համադրությամբ ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ մի շարք էական թվային անհամապատասխանություններ կան։ Ուսումնասիրելով դիմումները դիմող եւ պատասխանող կողմերի ներկայացուցիչների, հարակից պատասխանողների ներկայացուցիչների, երրորդ անձի բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը եւ նյութերը, Սահմանադրական դատարանը պարզեց այս նախադասությունից հետո ՍԴ-ն գրել է թվեր, ըստ որոնց հազարավոր քվեարկողների վերաբերյալ կտրոնների հաշվառումը չի համընկնում։ Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ բացի այդ հատկացված եւ հաշվառված համարակալված կտրոնների միջև կա տարբերություն, իսկ օգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների թիվը գերազանցում է քվեարկության մասնակիցների թվին։ Ընդ որում այս հաշվարկներից ստացվող ընդհանուր տարբերությունը չի համընկնում հենց Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված անճշտությունների գումարային չափի հետ։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված տվյալների համաձայն ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.503.990, իսկ քվեարկությանը մասնակցել է 1.476.769 ընտրող։ Նույն որոշման համաձայն ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը եղել է 1.470.790, իսկ համարակալված քվեարկության կտրոններինը 2298։ Այս երկու ցուցանիշների գումարը կազմում է 1.473.088, ինչը համապատասխանում է որոշման մեջ առանձին ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թվի ցուցանիշին։ Սակայն այստեղ, ըստ ժողովուրդ օրաթերթի հաշվարկի, առաջանում է առաջին անհամապատասխանությունը, եթե քվեարկությանը մասնակցել է 1.476.769 ընտրող, իսկ ստացված կտրոնների ընդհանուր թիվը կազմում է 1.473.088, ապա տարբերությունը կազմում է 3681։ Այսինքն, որոշման մեջ հրապարակված տվյալներով 3681 մասնակցի համար համապատասխան կտրոն չի հաշվառվել։ Այդ դեպքում ինչպես է կազմվել քվեարկությունը։ Երկրորդ անհամապատասխանությունը ժողովուրդ օրաթերթի հաշվարկով վերաբերվում է համարակալած քվեարկության կտրոններին։ Որոշմամբ արձանագրված է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվել է 204,000 համարակալված կտրոն։ Միաժամանակ նշվում է, որ ընտրողներից ստացվել է 2298 համարակալված կտրոն, իսկ 202,121 համարակալված կտրոն մնացել է չօգտագործված։ Այս երկու թվերի համար կազմում է 204,419, մինչդեռ հատկացված կտրոնների ընդհանուր թիվը եղել է 204,000-ը։ Ստացվում է, որ հաշվեկշռում առաջանում է 419 կտրոնի անհամապատասխանություն, այսինքն հաշվառված, օգտագործված եւ չօգտագործված կտրոնների ընդհանուր թիվը 419-ով գերազանցում է հատկացված քանակը։ Երրորդ անհամապատասխանությունը ըստ ժողովուրդ օրաթերթի վերաբերվում է ինքնասոսնձվող դրոշմանիշներին։ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացվել է 2.605.100 ինքնասոսնձվող դրոշմանիշ, որոնցից 1.127.734-ը մնացել է չօգտագործված։ Այս տվյալներից հետևում է, որ օգտագործվել է 1.477.366 դրոշմանիշ։ Սակայն նույն որոշմամբ արձանագրված է, որ քվեարկությանը մասնակցել է 1.476.769 ընտրող, այսինքն օգտագործված դրոշմանիշների թիվը 597-ով ավելի է, քան քվեարկության մասնակիցների թիվը։ Որտեղ են օգտագործվել, ով, ինչպես, պարզ չէ։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետության բարձր սահմանադրական դատարանի որոշման մեջ հրապարակված թվերի թվաբանական համադրությունը ցույց է տալիս առնվազն 3 թվային անհամապատասխանություն՝ 3681 քվեարկություն մասնակիցների եւ հաշվառված կտրոնների միջև, 419 հատկացված եւ հաշվառված համարակալած կտրոնների միջև, 597 օգտագործված դրոշմանիշների եւ քվեարկության մասնակիցների միջև։ Այս տարբերությունների հանրագումարը կազմում է 4697-ը։
Մինչդեռ նույն որոշման մեջ որպես անճշտությունների գումարային չափ նշված է 4331 թիվը։ Այսինքն նույնիսկ պաշտոնական փաստաթղթում ներկայացված թվերի պարզ թվաբանական համադրության արդյունքում ստացվող տարբերությունները 366-ով գերազանցում է որոշմամբ արձանագրված անճշտությունների գումարային չափը։ Այն, որ Սահմանադրական դատարանի նիստերի ընթացքում դատարանի դատավորների բազմիցս փորձում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանից ստանալ ներկայացված թվերի տրամաբանական և մաթեմատիկական հիմնավորված բացատրությունը, հանրային էր, նիստերը բաց էին և այդ հարցադրումները հասանելի էին բոլորին, սակայն դատարանի առաքելությունը չէր սահմանափակվում միայն հարցեր տալով։ Սահմանադրական դատարանը պետք է գնահատեր ներկայացված ապացույցներն ու թվային տվյալները, վերհաներ դրանցում առկա հնարավոր հակասությունները և իր որոշմամբ հստակ պատասխան տար, թե ինչով են պայմանավորված պաշտոնական արձանագրություններում առկա թվային անհամապատասխանությունները։ Սակայն հրապարակված որոշումը նման գնահատական չի պարունակում, մինչդեռ հենց այդ որոշումն է դարձել այն իրավական ակտը, որով ամփոփվել է 2026 թվականի ընտրությունների սահմանադրականության վերաբերյալ վեճը։ Որոշման կայացմանը մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, նախագահող Էդգար Շաթերյանը, զեկուցող Դավիթ Խաչատուրյանը, Երվանդ Խունդկարյանը, Հովակիմ Հովակիմյանը, Սեդա Սաֆարյանը և Արթուր Վաղարշյանը։